Ողջույն, եթերում լրազումն է, այսօր իմ գործընկերներ Արմենակ Չատինյանի և Դերենիկ Մալխասյանի հետ կքննարկենք օրվա կարևորագույն իրադարձությունները։ Դերենիկ, սկսենք նրանից, որ արդեն գրեթե հաստատ է, որ առաջիկայում հայ սպառողները ևս մոտ 10% ավելի կվճարեն էլեկտրէներգիայի սակագները։ Մենք գիտենք, որ Հայաստանը նաև էլեկտրաէներգիա արտահանող պետություն է, արտահանում էր մի պետություն, Վրաստան, որտեղ գները այսօր ավելի ցածր են, քան Հայաստանում։ Ինչքան կբարձրանա էլեկտրաէներգիայի գները և արդյոք արդարացված է այս բարձրացումը, արդյոք կան կոռուպցիոն ռիսկեր այս ամենի մեջ։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը իր նախաձեռնությամբ հաշվարկել է էլեկտրոէներգիայի հնարավոր էներգետիկ ոլորտում տեղի ունեցողը և հաշվարկել է, որ համակարգում, ընդհանուր էներգետիկ համակարգում առկա է 20 միլիարդ դրամի ճեղքվածք։ Այսինքն ընկերությունները, եթե պարզ ասենք, այդքան վնասով են աշխատում և բացասական հաշվեկշիռ ունեն և այդ ճեղքվածքը փակելու համար վերջնական սպառողների համար անհրաժեշտ է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, այնտեղ նշվում է 3.8 դրամից 1 կիլովատժամի համար մինչև 4.2 դրամ, կարծում եմ միջինում կկանգնեն 4 դրամի շրջանակներում, այն որ համակարգում իսկապես առկա են խնդիրներ, դա պարզ երևում է, օրինակ տարեսկզբից հայտարարվում էր, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոէներգիայի բաշխման, միակ ընկերությունը, ինքը գրեթե սնանկացման եզրին է կանգնած, որովհետև նախորդ տարիներին ինքը ներգրավել էր վարկեր, մենք հիշում ենք, որ 2009 թվականից այս կողմ էլեկտրոէներգիայի սակագների փոփոխություն տեղի չէր ունեցել, վերջնական սպառողի համար այն դեպքում, երբ որ արտադրող կայաններինը բարձրացել էր, այդտեղ ճեղքվածք էր առաջացել, բայց ինչ-ինչ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով սակագինը վերջնական սպառողի համար այդպես է չէր վերնայում և եկել է մի պահ, որ ընկերությունը հայտնվել էր ըստ էության սնանկացման եզրին և որպեսզի դա տեղի չի ունենա, պարզապես սակագնի բարձրացում է տեղի ունենալու։ Իհարկե այնտեղ ընկերությունում նույնպես կան ինչ-որ ծախսեր, որոնք հնարավոր է տնտեսել, բայց դա ավելի մասնագիտական է, իսկ ամենամեծ խնդիրը կայանում է, տեսեք, ինչու՞մ է կայանում։ Մեր մոտ բավականին էժան էլեկտրոէներգիա մենք ունեինք, համենայն դեպս դա ատոմակայանի էլեկտրոէներգիան էր և հիդրոէլեկտրոկայաններինը, նույն այդ թվում նաև Որոտանի հեկի էլեկտրոէներգիան, երբ Որոտանի հեկը պետական էր։ Մասնավորությունից հետո, այս տարվա վաճառքից հետո, նաև անցյալ տարի Որոտանի հեկի էլեկտրոէներգիան զգալիորեն բարձրացվեց, իսկ Որոտանը մոտավորապես մեր արտադրվածի 15%-ն էր ապահովում։ Միայն Որոտանի հաշվին և ատոմակայանի հաշվին հնարավոր էր վերջնական սպառողների համար պետությունը, որը հանդիսանում էր պետակը, կարող էր պահել, բայց կարծես պետությունը ձեռքերը լվացել է, Որոտանը վաճառեցին, քանի որ գումար էր պետք, ատոմակայանում այնտեղ վերանորոգման լուրջ խնդիրներ կան և ներդրումների լուրջ խնդիր կա և Ռուսաստանը 300 միլիոն խոստացել է դեռ և պարզ չի ինչ կլինի, նաև Հարազդան ջեկի, որը բավականին թանկ էլեկտրոէներգիա, Ռուսգազարտը կառուցեց 5-րդ էներգաբլոկը Հրազդանում, որը պետք է ծառայեր Հայաստան-Իրան այդ գազային սխեմայով էլեկտրոէներգիա գազ սխեմայով, սակայն այդ սխեմայի մեջ այդ ընկերությունը չի ներառվել, իսկ կատարվել են ներդրումները պետք է վերադարձվեն, իսկ ով է վերադարձնելու վերջնական սպառողների հաշվին է դա տեղի ունենալու։ Նույն Երևան ջեկը այս տարի կանգնելու է կապիտալ վերանորոգման, ինչը մի փոքր ինձ համար տարօրինակ և անհասկանալի է։ Երևանի ջեկը աշխատում է իրանական գազով։ Իրանական գազով է ինքը աշխատում, այնտեղ սխեման գործում է 1 խորանարդ իրանական գազին, մենք վերադարձնում ենք 3 կիլովատժամ, բայց մոտավորապես արտադրում ենք 4.5-ից մինչև 5, այսինքն մենք այնտեղ ավելցուկ ենք ունենում և այդ էժան էլեկտրաէներգիա։ Բայց Երևանի ջեկը, որը շահագործման հանձնվեց 10 թվականին, այս տարի կանգնում է հիմնական վերանորոգման, կապիտալ վերանորոգման, այսինքն ջեկը, որը աշխատել է ընդամենը 4 տարի և ծախսվել է $250 միլիոն այդ ջեկի կառուցման համար, ինքը կանգնում է ընդամենը 4 տարի հետո կանգնում է հիմնական վերանորոգման, դա մի փոքր անհասկանալի է, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել, ընդ որում վարկային միջոցներով են ևս վերանորոգվելու։ Արմենակ, պարզապես ես մեր դիտողներին հիշեցնեմ, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը տալիս է ատոմակայանը, որը բավականին էժան է ստացվում, մոտ 20%-ը տալիս են Որոտան և մյուս փոքր հեկերը և միայն 40% արդեն մենք ունենք թանկ էլեկտրոէներգիա։ Դերենիկ, այսօրվա կարևորագույն ներքաղաքական իրադարձությունը հավանաբար կարող ենք համարել Լևոն Տեր-Պետրոսյանի բավականին ծավալուն հրապարակումը
ինտերնետից մեկում, ինտերնետային թերթերից մեկում, որոնք էին քո տպավորությամբ այդ հոդվածի հիմնական թիրախները, ինչ ուղերձներ կային։ Թիրախները պարզ էր Սերժ Սարգսյանը եւ այս վարչակարգը, բայց որն էր հիմնական, այսպես ասեմ, մեխը, ուղերձը, ինչ էր ուզում ասել Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նա հաճախ չէ, որ հոդված է գրում, նա երևի 5-10 տարին մեկ է հոդված գրում։ Ես վերջերս Թաթուլ բավականին հաճախակի է Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես գալիս հրապարակումները։ Բայց փոքր հրապարակումներ, այս դեպքում ավելի մեծ ծավալուներ եւ շատ, այսպես ասեմ, գրկում։ Ամեն դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի այս հրապարակումը պետք է դիտարկել ներքաղաքական գործընթացների տրամաբանության մեջ, մասնավորապես խոսքը վերաբերում է ոչ իշխանական քայրակի գործունեությանը, ինչպես գիտենք, քայրակը պատրաստում է 12 կետանոց, այսպես պահանջներ ներկայացնել կառավարությանը եւ գործող իշխանություններին, ինչը բավականին տարօրինակ է իմ կարծիքով, որովհետեւ ինչին սպասել, ումից ակնկալիք ունենալ, եթե Հովիկ Աբրահամյանի մասին է խոսքը, ես մի անգամ արդեն ասել եմ, որ դա աբսուրդ է Հովիկ Աբրահամյանից ակնկալել, որ կստեղծի ազատ մրցակցային դաշտ եւ տնտեսությունը դուրս կբերի ստվերից։ Հավանաբար այս մտահոգությունները հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ այս հրապարակումը մի 4 կետից է բաղկացած, այնտեղ առաջինը Հովիկ Աբրահամյանից ակնկալիքները, երկրորդը ցեղասպանություն կարծեմ, հետո գալիս է սահմանադրական փոփոխություններ, չորրորդը մաքսային միություն եվրասիական, չորրորդը մաքսային միություն, եվրասիական միություն, գոտի, այսինքն այսպես համակարգված է ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանը իր դիտարկումները եւ հիմնական մեսիջը այդտեղ պարունակում, որ մենք ժամանակ չունենք եւ Սերժ Սարգսյանը ամեն օր մնալով ամեն օր Հայաստանը տանում է կործանման, հենց այդպես էլ վերնագրված է Սերժ Սարգսյանի Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզը։ Եվ այնտեղ մի շարք մեսիջներ կա ուղղված նաև ոչ իշխանական քայրակին, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, նա անընդհատ փորձում է շեշտել, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով փորձ արել սիրաշահել Բարգավաճ Հայաստանին, որպեսզի նա այսպես մտնի այդ գործընթացի մեջ, ստեղծվի երկբևեռ իշխանություն, սակայն գենսենկի կարգավիճակով լինի Սերժ Սարգսյանը, իսկ երկրորդ դերում հանդես կա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ քաղաքական դաշտ այդպիսով ամայանա եւ նշում է որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի գնացել այդ գործարքին եւ անընդհատ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է հավատալ որ կարելի է Հայաստանում իրականացնել իր խոսքերով բուրժուա դեմոկրատական հեղափոխություն, այսինքն դեռևս ես կասկածներ չնկատեցի այդ հրապարակման մեջ Թաթուլ եւ այսպես որոշակի ժամկետ կարելի է նշել, նաև խոսքը վերաբերում է սահմանադրական փոփոխությունները բոյկոտելու կամ այդ փոփոխություններին խոչընդոտելու ֆոնի վրա իրականացնել իշխանափոխություն, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպմամբ այդ սահմանադրական փոփոխությունները բացառապես ուղղված են Սերժ Սարգսյանի իշխանության ամրապնդմանը եւ դրանք հաջողությամբ կյանքի կոչելուց հետո կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը այնտեղ կմնա իշխանության մեջ կմնա միջև իր կյանքի վերջը։ Շատ լավ, ես ուզում եմ կրկին վերադառնանք վարչապետության թեմային, կառավարության թեմային մասնավորապես, արդեն հրապարակվել է առաջին եռամսյակի տվյալները Արմենակ եւ մենք փաստորեն նույն ժամանակահատվածի համեմատ նախորդ տարվա տնտեսական փաստորեն անկում ունենք, թեև ընդհանրապես տնտեսական աճ կա, բայց համեմատության մեջ տնտեսական անկում կա, այսինքն անցյալ տարի ավելի լավ էինք ապրում, քան հիմա ենք ապրում առաջի 3 ամիսները։ Միջև քեզ խոսքը փոխանցելը ուղղակի հիշեցնեմ, որ այդ 3 ամիսների պատասխանատուն այնուամենայնիվ Հովիկ Աբրահամյանը չի, այլ արդեն նախկին վարչապետն է։ Այո, ինչպես նշեցիր, Թաթուլ, այս տարվա առաջի եռամսյակում մենք արձանագրել ենք 3.1% տնտեսական աճ, այն դեպքում, երբ որ անցած տարի 13 թվականին, երբ նախընտրական տարի էր, մենք ունեցել ենք 7.5%, այդտեղ հնարավոր է այդ աճին նպաստել նաև ընտրակաշառքների գործոնը, որովհետև մենք բոլորս հիշում ենք ընտրակաշառքների բաժանում, դա սպառողական ապրանքների եւ առևտրի ծավալների
Այսինքն ընտրակաշառքները օգնում են, որպեսզի մանրածախ առևտուրը մարդկանց փող են բաժանում, մարդիկ գնում են այդ փողը ծախսում են եւ մանր առևտուրը բերում է տնտեսության։ Այսինքն ժողովրդից գողացած փողը մի մասը տալիս են հետ, այդ դեպքում տնտեսական հետաքրքիր։ Դա անցած տարի նաեւ այդ աճը դրանով էր պայմանավորված, եթե մի փոքր վերլուծենք այս տարվա տնտեսական աճի այդ ցուցարիշը, այնտեղ բավականին լուրջ մտահոգության տեղիքներ կան։ Հանքարդյունաբերության ոլորտում այնտեղ անկում արձանագրվել, շինարարության ոլորտում գյուղատնտեսությունը չնչին աճել, հանքարդյունաբերությունը շատ կարևոր է այն տեսակետից, որ մեր բյուջեի մոտավորապես 10% ապահովեն հանքարդյունաբերական ընկերությունները։ Այսինքն պարզ ասած, եթե համաշխարհային շուկայում մետաղների գները շարունակեն անկայուն մնան, եթե նույնիսկ նվազեն, մենք բյուջեի կատարման հետ արդեն կարող ենք խնդիրներ ունենալ, որովհետև կարողություն ունի նվազագույն սահման, պղնձի գների դեպքում դա նշվում է մոտավորապես 4.500-5,000 դոլար, որից հետո հանքարդյունաբերությունը մեր մոտ սկսում է բավականին բացասական միտումներով տեղ ունենում եւ կարող են կրկնվել նույնիսկ 2008 թվականի վերջի այդ միտումները եւ 9 թվականի։ Գյուղատնտեսությունը կարծես այս տարի աճ չենք ունենալու, եթե ունենանք աննշան, որովհետեւ ցրտահարությունների հետևանքով մենք դա արդեն երկրորդ եռամսյակում կտեսնենք։ Այնտեղ շինարարության ոլորտում այս միջազգային ծրագրերով, որ վարկային իրականացում են, բավականին դանդաղում է տեղ ունենում։ Տրանսֆերտների կտրվածքով հավանաբար հաշվի առնելով, որ Ռուսաստանում նույնպես զրոյական աճ է կանխատեսվում այս տարի, լավագույն դեպքում։ Տրանսֆերտների, եթե հնարավոր է, ծավալային աճ նվազում տեղի չունենա, բայց աճի տեմպի նվազում դանդաղում տեղի կունենա, իսկ այն դեպքում, երբ որ մեր բյուջեի հիմքում դրված է 5.2% տնտեսական աճ, եւ բյուջեն այդ ցուցանիշի շուրջ է ձևավորվել։ Արդեն այսօր պետական եկամուտների կոմիտեն, ֆինանսների նախարարությունը, նույնիսկ կառավարությունում նշում են, որ կարող է բյուջեի կատարողականի հետ արդեն խնդիրներ լինեն հարկերի հավաքագրման հետ։ Այսինքն ընդհանուր տնտեսական միտումները իրանք այդքան էլ դրական չեն։ Իսկ հասկանալի է, եթե բյուջեի հավաքագրման հետ մենք խնդիրներ ունենացան, կառավարությունը որոշ ծախսեր կարող է նաև անցնի տնտեսման ռեժիմի եւ չծախսի այդ գումարները, ի վերջո այդ գումարները տնտեսությունից հանվում են եւ նորից պետք է ուղղվեն տնտեսություն։ Նույն 4 ամիսների կտրվածքով կառավարությունը գումարները հավաքել է տնտեսությունից, բայց ծախսերը թերակատարումով է կատարել եւ այնտեղ հավելուրդ նույնիսկ կունենք։ Այսինքն շրջանառությունն է նաև մյուս կողմից կառավարությունը պակասեցնում։ Եթե նաև հաշվի առնենք արտագաղթի գործոնը, այս համատարած անվստահության միջավայրը, ապա տնտեսության վիճակը իրականում բավականին մռայլ է։ Միջև Դերենիկին հարցը տալ եւ այս հաղորդումը փակելը, ես հիշեցնեմ, որ նաև ձայն հնչում են կարծիքներ, որ պղինձը պետք է փոխարինել մեղրով։ Հիմա ես որ քո այդ թվերը լսեցի մի քիչ արդեն 10%, այսինքն դա շատ մեծ բյուջեի մեջ մեծ թիվ է, կազմում ես պատկերացնում ինչքան մեղր պետք է արտադրենք եւ այդ մեղրը որտեղ պիտի վաճառենք եւ ընդհանրապես ինչ է խանգարում եւ ունենալ պատասխանատու հանքարդյունաբերություն եւ լավ մեղվաբուծություն մեկը մեկին կարծեք թե չի խանգարում։ Չէ, պղինձը կարելի ենք փոխարինել, ենթադրենք մարիխուանայով, այդի կարող է փոխարինվել, այլ որևիցե արտադրանքով հատկապես գյուղատնտեսական անհնար է փոխարինել։ Դե մոշի մուրաբա կարելի է մտածել։ Դերենիկ, վերադառնանք այս ներքաղաքական վիճակին, փաստորեն ինչ ունենք։ Ունենք անվստահություն իշխանությունների նկատմամբ, տնտեսական շատ վատ վիճակ, արտաքին քաղաքականության մեջ մեղմ ձևակերպում, տանկ ձախողումներ հաշվի առնելու այն հոգոցը, որ Սերժ Սարգսյանը հանեց Աստանայում եւ մինչեւ հիմա այդ հոգոցը բոլորն են հիշում, եւ այս պայմաններում ընդդիմության գործելավոճ, որը իմ համար գոնե անհասկանալի է։ Ասեմ ինչու։ Չի մասնակցում տեղական ընտրություններին, այն դեպքում, երբ որ հենց տեղական այս ընտրությունների ժամանակ են հիմնականում հնարավորություն ձեռում թվեր խփել, ընդդիմությունը հույսը դնում է կուսակցությունների վրա կամ քարյակ է ձևավորում, որը կարծեք թե Սերժ Սարգսյանի հետ բավականին լավ հարաբերություններ ունեն, այս իրավիճակից ելքը որն է։ Ինչ պետք է անել այս իրավիճակում, թե եւս պիտի սպասենք 4-5 տարի մինչեւ որ Սերժ Սարգսյանը մտածի, թե ոնց է իշխանությունը պահում։ Թաթուլ, եթե այս տեմպերով գործընթացները ընթանան, ապա պետք է սպասել մինչև 2018 թվականը, մինչև Սերժ Սարգսյանը որոշի իշխանությունը հանձնում է, թե չի հանձնում, ամենայն հավանականությամբ, եթե այս տեմպերով շարունակվի, չի էլ հանձնելու։
ընդդիմության գործելավոճի հետ կապված իրոք խնդիր կա, քարյակի հետ կապված խնդիր կա, որովհետև չի կարելի անընդհատ արձանագրել, որ երկիրը կործանվում է, հեսա, չգիտեմ, տնտեսական անկում, ճգնաժամ, արտագաղթ, մի շարք այդ շարքը կարելի է երկար թվել եւ ասել դե սպասենք տեսնենք աշնանային ինչ կանի Հովիկ Աբրահամյանը։ Դա աբսուրդ է։ Պետք չէ սպասել այդ տեսակետից, ես լիովին համաձայն եմ, որ պետք է գործել։ Պետք է գործել։ Ինչ անել։ Շատ քայլեր կան Թաթուլ անելու հետ կապված։ Որտեղ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է հոդվածներ գրել եւ սկսել է վերլուծություններով զբաղվել, իմ տպավորությամբ նա այլևս ոնց որ թե Այստեղ ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է, այնտեղ կա նաև Ժառանգություն, կա նաև Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայեղափոխական դաշնակցություն, որոնք իդեպ շատ լավ հարաբերություններ ունեն Սերժ Սարգսյանի հետ։ Օրինակ դաշնակցությունը հայտարարել է, որ պաշտպանում է սահմանադրական բարեփոխումները, չգիտես ինչ տրամաբանությամբ, երևի խորհրդարանական հանրապետության մասին դե իրենք շուտվանից են խոսում, այդ տրամաբանության մեջ է հայտարարել։ Այսինքն դաշնակցության համագործակցությունը ակնհայտ է իշխանությունների հետ, գոնե այս կտրվածքում։ Արմատական դիրքերից հանդես են գալիս Ժառանգությունը եւ Հայ ազգային կոնգրեսը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես է գալիս ոչ արմատական դիրքերից, այսինքն կոնֆորմիստական ընդդիմության տպավորություն է թողնում։ Որը պետք է նաեւ հեղափոխության, այսպես ասեմ, փողը տա, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանից։ Նու մոդելի այդ շրջանակներում ֆինանսավորողը բուրժուա դեմոկրատական հեղափոխության պետք է լինի Գագիկ Ծառուկյանը, չասեմ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Սակայն Բարգավաճ Հայաստանի կոնֆորմիստական պահվածքը եւ սպասողական պահվածքը, որը իդեպ շատ ձեռնդու է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, իդեալական իրավիճակ է, երբ ինքը պահանջված է թե իշխանությունների կողմից, թե ասենք ընդդիմության կողմից, թե նաեւ ժողովրդի կողմից, որ ժողովրդին էլ է տալիս որոշ բան։ Դե հնարավոր է, այսինքն այնպիսի մի իրավիճակ, ջոկերի իրավիճակում է, որ կողմը անցավ, այդ կողմը կպահի իշխանությունը կամ կանի իշխանափոխություն։ Եվ իմ տպավորությամբ զուտ պրագմատիկ մտածելակերպի առումով Գագիկ Ծառուկյանը այդ պահպանում է այդ ջոկերի կարգավիճակը, սպասելով միջև տեսնի կամ երկիրը կկործանվի, կամ չգիտեմ ինչ կլինի, չեմ պատկերացնում էլի այս իրավիճակում, եւ ստեղծվել է այս գաղջ իրավիճակը, երբ ընդդիմությունը սպասում է միջև Սյունիք թվականի աշունը, չգիտեմ ինչ գործողություններ իրականացնելու համար։ Ես կտրականապես դեմ եմ այդ սպասողական գործելավոճին, սպասելը միայն երկարաձգում է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Եվ ես ասեմ, դուք Թաթուլ թվարկեցիր, թե Սերժ Սարգսյանը ինչպիսի ճակերտավոր հաջողություններ է գրանցել, չէ՞, արտաքին եւ ներքին քաղաքականության առումով։ Ես մտածում եմ, որ ոչ թե Սերժ Սարգսյանն է մնում իշխանության, այլ պահում իշխանությունը, այլ Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները կամ նրա իշխանափոխության ձգտողները ուղղակի նվեր են տվել այդ նախագահականը Սերժ Սարգսյանին իրենց անգործությամբ։ Այսինքն, եթե լինի ինչ-որ կտրուկ գործողություն, Սերժ Սարգսյանը նախագահականում կմնա հաշված օրեր պարզապես։ Չկա այդ գործողությունը, Սերժ Սարգսյանը մնում է նախագահականում։ Շատ լավ, այս դեպքում էլ ընդդիմությունն է հոգոց հանում, ոչ թե Աստանայում, այլ Երևանում։ Շնորհակալություն Դերենիկ, շնորհակալություն Արմենակ, ես հիշեցնեմ, որ այսօրվա լրազումի թեմայի շրջանակներում ես զրուցում եմ իմ գործընկերներ Դերենիկ Մալխասյանի եւ Արմենակ Չատինյանի հետ։ Հետևեք Civilnet-ին։